Աղավարում հյուրընկալել են գործարար Հայաստանի արտահանողների միության նախագահ Ռաֆի Մղջանին, բարև ձեզ պարոն Մղջան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար, պարոն Մղջան, շատ է խոսվում, որ արտահանումը, ներմուծումը, ինչպես նաև տնտեսական, այսպես ճգնաժամ ենք ապրում, դուք որպես նաև գործարար, ինչպես նաև ներկրում եք եւ արտադրում եք եւ արտահանում եք։ Ինչ կարող եք, այսպես, ինչպիսի տվյալներ, ինչպիսի պատկեր է իսկապես այս պահին Հայաստանում վերջինս կես տարվա ընթացքում։ Պիտի նորություն չասեմ, որ այս վերջին 6 ամսվա ընթացքում ընդհանրապես ահավոր նահանջ է ապրում։ Եթե մենք հաշվի չառնենք ամառվա սկզբին սկսած մեր գյուղատնտեսական արտահանումը, ընդհանուր առմամբ արտահանումները շատ մեծ նվազել են ահռելի մեծ քանակություններով եւ եթե մենք ընդհանուր առմամբ հանենք մեր գյուղամթերքը այդ արտահանման ընդհանուր թվից, մենք կտեսնենք, որ մեր արտահանումները շատ շնչին տոկոսի են հասնում։ Կարելի է ասել, այսօր մեծ խնդիրների առաջ ենք մենք եւ եթե շուտապույտ լուծում չլինի այս ամեն ինչին, ես չեմ կարող ասել, թե մեր գործարանների վիճակը ինչ է լինելու։ Տեղական սպառման շուկան Տեսեք, տեղական սպառման շուկան շատ հետաքրքիր մի ստատիստիկա է առաջացել այս վերջին մի 2 տարում։ Ուրեմն սովորաբար մենք այսպեսի ստատիստիկա ունենք, երբ որ հունվար ամսից սկսած ահռելի մեծ սարեցում է տեղի ունենում, փետրվար, մարտ, ապրիլին կամաց սկսում է զարթնել ամեն ինչ, մայիս, հունիս, հուլիս, օգոստոս, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերը հասցնում է իր կուլմինացիոն գետին եւ այդպես ավարտվում էր դարին։ Բայց հիմա մեր մոտ բոլոր դարվա 9 ամիսները անընդհատ մահացած վիճակի մեջ են, ընդամենը կարող եմ ասել մայիսի վերջից, հունիս, հուլիս, օգոստոս տուրիստական շարժի ժամանակ մի փոքր աշխուժացում է զգացվում տեղական շուկայի մեջ։ Հոկտեմբերի 1-ից կարող եմ ասել շատ ահռելի իրավիճակ է դիրում, ես ինքս իմ գաշվի վրա եմ զգում դա եւ բոլոր իմ գործարար ընկերների մոտ նույն պատկերն է եւ բոլոր ասպարեզներում։ Այսինքն իրավիճակն ձեզ այնքան վատ է, որ անգամ այդ դեկտեմբերյան կուլմինացիան չի կարող փակել այն մյուս 11 ամիսների։ Գիտեք, միշտ բիզնես կամ արևդրական դարին համեմատում են ամիսները ամիսներով, եթե մենք վերցնում ենք, որ ամենավատ ամիսը դա հունվարն է, ես կարող եմ ձեզ ասել անցյալ տարվա հունվարի տվյալները, այսօր ես հոկտեմբերին եմ ապրում։ Հոկտեմբերին ես ունեմ հունվարյան տվյալներ, արևտրի առումով, արևտրի ծավալների առումով, ահռելի մեծ անկում կա։ Ասացիք խոչընդոտներ, ինչ խոչընդոտների մասին է խոսքը, եթե անցյալ տարի նշում եք դրամ ռուբլի, դրամ դոլար հարաբերակցություն։ Դեռ չի վերացել այդ խոչընդոտը, իհարկե մեր ամենամեծ խոչընդոտը գալիս է այսպես ասած ԵԴՄ-ի գդրվածքով, որովհետև մենք ինչքան էլ փորձենք այսօր աճ գցել ուրիշ շուկաներում, մենք ունենք մեր այսպես ասած տարիների վեր ստեղծված այդ մի ջուղը, որի հետ մենք միշտ աշխատել ենք եւ չենք էլ փորձում ինչ որ ուրիշ ճանապարհներ որոնել եւ այդ Ռուսաստանի տնտեսության այս իրավիճակը դեռևս ինչքան կարող է դեվել եւ ինչքան դեռ կարող է վնաս տալ մեր Հայաստանի տնտեսությանը, ես չեմ կարող ասել, որովհետեւ եթե չշտկվի ռուսական տնտեսությունը, չի շտկվելու մեր հայկական տնտեսությունը։ Եթե մենք այլ ալտերնատիվ ճանապարհներ չորոնենք եւ ինչպես որ մեր նոր վարչապետը խոստանում է, նոր ճանապարհներ պետք է որոնենք, նոր արտահանման այսպես ասած հասցեներ գտնենք մեր համար։ Պարոն Մղջան, շատ է նշվում, երբ ԵԱՏՄ-ի մասին է խոսում, նշվում է 200 միլիոնոց շուկա, ես հիմա այսպես ասած փորձեմ առաջին ձեռքից տեղեկություն ստանալ, դուք որպես գործարար այս 2 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ից որևէ օգուտ քաղել եք։ Ես ինքս միայն վնասներ եմ քաղել ԵԱՏՄ-ից, որովհետև Եթե անգամ չլիներ այդ դոլար ռուբլի հարաբերակցությունը։ Տեսեք, հենց այդ դոլար ռուբլի հարաբերակցությունը այսօր ինչի է բերել, երբ որ մենք երազում էինք արտահանող դառնալ եւ արտահանել մեր
արդատրանքը դեպի Ռուսաստան, այսօր հակառակ պատկերն է տեղի ունեցել։ Այսօր ամեն ինչ որ մտքներով կանցնի, արդահանվում է Ռուսաստանից դեպի Հայաստան, որովհետև այնտեղի այդ ռուբլու շեղումը բերել է նրան, որ այդ ապրանքները այստեղ շատ ավելի հարմար է բերել այստեղ։ Եվ ես ամենասկզբից գոչ էի արել եւ այդ առումով աղմուկ է բարձրացրել, որ առաջին հերթին ալյուր են բերում, ծորեն են բերում Ռուսաստանից, որը մեծ հարված է տալիս մեր գյուղացուն, որը այլևս չի կարողանում անիմաստ է գտնում հողը մշակել եւ ծորեն արդատրել։ Տեսեք, մենք այս Կարնանը մի եզակի իրավիճակ ապրեցինք, երբ որ մեր դեղական ծորենը այլևս գոյություն չուներ, Հայաստանում այդ սբասը ինչքան եք սիրում դուք, դրա մեջի ծավալը Հայաստանում այլևս չկար, որովհետեւ Ռուսաստանում այդպեսի սորտի ծորեններ չեն ցանում եւ չեն ներմուծում։ Դրա պատճառով Հայաստանում, քանի որ չէին ցանել հողագործները, մենք մնացինք առանց ծավալի։ Սա դժբախտ իրականություն է, ասում եմ ձեզ, եւ եթե այդպես շարունակվի մեր գյուղացին չարդատրի, չմշակի իր հողը, չարդատրի այդ դեսակները, որոնք լոկալ նշանակություն ունեն, այդ մարդը կթողնի գերտա։ Տեսեք, այդ 200 միլիոն շուկան, այսինքն դուք զբաղվում եք սուրճի, այսպես այո, նույն սուրճի դեպքում էլ այսօր տեսեք, մենք չենք կարողանում այլևս այնտեղ Դուք զգացիք այդ 200 միլիոն շուկայի մոտ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ 200 միլիոնով շուկա զգալու մասին է խոսքը։ Ընդհանրապես, եթե նույնիսկ ունեինք ինչ-որ մի որոշակի արդահանում, դա էլ կանգ առավ։ Քանի որ այդ ռուբլու տրամ հարաբերությունները չի թողում, որ մեր ապրանքը այնտեղ մրցունակ լինի։ Մենք չենք կարողանում արդահանել։ Դուք Ռուսաստան արտահանում եք։ Այո, ես Ռուսաստան հենց այսօր ես արդահանում ունեմ դեպի Ռուսաստան, բադվեր եմ իրականացնում դեպի Ռուսաստան եւ այնպես եմ արել, որ իմ շահույթները նվազացրել եմ զորոյական մագարտակի, միայն հանուն նրա համար, որ իմ գործարանը աշխատի, ես այդ բադվերը կատարում։ Այո, ընդհանրապես դրա համար եւ իմ ապրանքը կանի որ այնտեղ այդ հարթակներում գոյություն ունի, չեմ ուզում որ կդրվի իմ ապրանքը։ Սա է խնդիրը։ Ինչը պետք է կարգավորվի, որ նաեւ շահույթ ունենաք։ Տեսեք, մենք ես կարծում եմ առաջին հերթին մեծ խնդիր ունենք։ Այսօր ես անընդհատ խոսում եմ սրա մասին, եւս մեկ անգամ ուզում եմ խոսել, մենք պետք է հսկայական ուսումնասիրություններ կատարենք։ Մի քանի օր առաջ ինձ մոտ այցելել էին համաշխարհային արևդրի կենտրոնից, որը ՄԱԳ-ի ներքո ուսումնասիրություն են կատարում այսօր Հայաստանում աջակցելու համար հայ արդատրողին, արդահանելու համար եւ իրեն արդահանելու շուկաներ գտնելու փորձեր անելու համար։ Այս խնդիրն էին դրել իրենց առջև եւ եթե այդ միսիան ավարտվի դրական ձևով, անպայման իրենք կաջակցեն մեզի եւ մենք եւս մի նոր հարթակ կգտնենք, որի միջոցով կարողանանք դեպի այլ շուկաներ ելք գտնենք։ Հիմա տեսեք խնդիրը ինչումն է։ Խնդիրը նրանումն է, որ մենք պետք է ուսումնասիրություններ կատարենք։ Մեր պետությունը պետք է ուսումնասիրություններ պատվիրե։ Մեր ապրանքի մասին, մեր ապրանքի այսօրվա իրավիճակի մասին։ Արդյոք այսօր մեր ապրանքը համապատասխան է բացի Ռուսաստանից ուրիշ շուկաներ արտահանվելու համար։ Արդյոք ինչ է բագասում մեր ապրանքին ավելի գրավիչ դառնալու համար։ Այս բոլոր հարցերը կարոտ են շատ մեծ ուսումնասիրությունների եւ եթե այս ուսումնասիրությունները տեղի չունենան, մենք չենք կարող հասկանալ մեզ ինչ է պետք անել։ Կամ դվյալ շուկաներին ինչ է պետք, նրանց պահանջը ինչումն է կայանում։ Այս առաջին մեծ քայլն է, որ պետք է մեր կառավարությունը ի վերջով ворթեքրե եւ գադարե, որ մենք ինչ որ արդյունքի հասնենք։ Մենք միայն հույս տնելով ԵԴՄ-ի վրա, Ռուսաստանի վրա, մենք չենք կարող հաղթահարել այս մեր դիմաց ծրված դժվարությունները։ Ամեն դեպքում իշխանությունները այսպես բարբերաբար նշում են, որ մեծ շուկա, ես կրկին ուզում եմ կոնկրետ հարց ուղղել, հա։ Այս անդամակցությունից հետո դուք որպես գործարար, թեկուզ այդ բյուրոկրատական այդ թղթաբանությունից այսպես մի քիչ թեթևացավ ձեր հոգսը։ Ոչ, նույն գործընթացը շարունակվում է։ Ընդհանրապես նույն կերպ ձեր սուրճը արտահանում եք Ռուսաստան։ Ոչ, ես շատ եմ խոսացել այս մասին, եւս մեկ անգամ ասեմ, ուրեմն տեսեք, եթե մենք ժամանակին այսպես ասած հապկի անդամ երկրների միջև գար արևդրային պայմանագիր եւ մենք մեր ապրանքը արդահանելուց պիտի կատարեինք բոլոր այդ ձևակերպումները ենթադրենք 7 անուն թուղթ պետք է ստեղծեինք այսօր ընդամենը 1 անուն թուղթ է բագասել դրանից քանի որ մենք չունենք ընդհանուր սահման ԵԱԴՄ-ի հետ քանի որ մեր ապրանքը պետք է տրանզիտ անցնի վրացական հողերով դրա համար մենք պարտավորված ենք այդ բոլոր թուղթերը պատրաստել որ այդ ապրանքը կարողանա ցամաքային
ճանապարհով հասնի Ռուսաստան, բայց այստեղ ամենացավալին եւ ամենաահրելի գեդը, որին գուզեի անդրադառնալ, որ երբ որ մեր մեքենան հասնում է Ռուսաստանի Լարս սահմանային անցագետին, այնտեղ ոնց որ մենք, չգիտեմ, սովետական միություն ենք հասել եւ ենթարկվում ենք այդպիսի գտանքների, այդպիսի ստորացումների, որ չեմ կարող նկարագրել։ Օրինակ, ինչ է, գումար են պահանջում։ Իհարկե, ժամերով սպասացնում են, խմբեր են սարքում, այդ մի 6-7 ժամ ոչ մեկ չի կարողանում ոչ մի գործողություն կատարի, դրանից հետո ինչ որ մի հատ Վարշավիր են ասում, այդ Վարշավիրը գալիս է եւ բոլորին սափրում է, գումարները հավաքում են, նոր դրանից հետո սկսում են բաց թողել մեր մեքենաները, սա ամոթ է, սա չի նշանակում, որ մենք ԵԱԴՄ երկրի անդամ ենք, մենք ոնց որ, չգիտեմ, Ջինգիզ խանից եկած գալիս մտնում ենք Ռուսաստանի դաշնություն, չէ՞ որ մենք հավասար իրավունքներ ունենք, ինչի մենք պետք է այդ ձևով ստորանանք այդ սահմանին եւ մեզանից այդքան գաշակներ վերցնեն։ Սա ռուսական սիստեմն է եւ ինչ են պատճառաբանում, այսինքն ինչ որ թղթեր են պահանջում, որը դուք չունեք։ Ես մոտ 2 տարի առաջ իմ անձնական մեքենայով երբ գնում Սա սիստեմ է, որ ես 32 տարի ապրում եմ, ես տեսել եմ սովետական միությունը, տեսել եմ հեղափոխությունը, տեսել եմ այդ անկախացումը, այսպես ասած, բայց ես վստահ համոզված եմ, այդ նույն սիստեմը, ինչ որ սովետական միության ժամանակ որթեքրված էր եւ դրանով աշխատում է, նույն բանը հիմա գիրառվում է Ռուսաստանում, որովհետեւ այնտեղ ոչինչ չի փոխվել։ Այսինքն այնտեղ նույն այդ ռուսական կամ սովետական մենտալիտետն է, մարդկանց sense սահմանին վախեցնել, սարսափի ենթարկել։ Ինչու վրացական սահմանում ոչ մի այդպեսի խնդրեմ չունենք։ Ինչու վարյանական անցնում ենք վրացական սահմանը, բայց գնում լարս ժամերով գայնում ենք, սպասում ենք, երբ մեզի կթողնեն։ Ինչու։ Չէ՞ որ մենք ԵԱԴՄ-ի մեջ ասենք Վրաստանի հետ չենք, այլև Ռուսաստանի հետ ենք։ Ինձ Վրաստան արտահանում եք։ Վրաստան արտահանում է, այս պահին ոչ, արդեն բավական։ Իսկ արտահանելու ընթացքում նմանատիպ խնդիրներ ինչպես լարսի անցակետը։ Երբեք չի եղել։ Եվ գիտեք ինչն է ցավալի, մենք Վրաստանի հետ հսկայական մեծ քանակություններով ենք աշխատում։ Ամսական 130-140 տոննա սուրճ է արտահանում ես Վրաստան։ Օրերից մի օր էսպեսի խնդրեմ չի եղել, բայց երբ որ մի փոքր Ֆորդով տոննա ուգես 2 տոննա սուրճ են ուղարկում պիտի գործ կրասնադար, ահարելի մեծ ծախսեր են նայում մեր վրա եւ մեծ ճարճարանքներ։ Այդ վարորդը որ գնում է մի անգամ, էլ չի ուզում գնալ այդ ճանապարհը, հավատացեք ինձ։ Շատ ահավոր ծանր բան է եւ առաջինը պետք է մեր իշխանությունները կարողանան ի վերջո պահանջել ռուսական մարմիններից, որ եղբայր հերիք է այս խայդարագությունը, վերջ տվեք այս բանին, մի հատ գարկի բերեք ձեր սահմանապահներին, ձեր մաքսավորներին, չէ՞ որ վերջո մենք նույն այս միության անդամներն ենք։ Բացի մաքսատնից ես հիշում եմ նախանցյալ տարի երբ իմ անձնական մեքենայով գնացի, մինչև այդ անցակի Լարսից մինչև Վլադիկավկազ հասնելը գրեթե այսպես ամեն 10 կիլոմետրը մեկ Պոստեր, փողեր, այս պոստը 100 ռուբլի է, պոստեր։ Իհարկե, ես մոնիտորինգ եմ անում, ամեն մեկ ապրանք ուղարկելուց։ Մինչև 100 կիլոմետր ճանապարհ ենք անցնում, մոտ 5 անգամ մեծ կանգնեցնում։ Ես որպես հասարակական գազագերբության ղեկավար բարդավոր եմ իմ բոլոր անդամներին տեղեկացնելու եւ ինքս երբ որ առիթ եմ ունենում, ես մոնիտորինգ եմ անում եւ տեսնում եմ այդ ճանապարհի վիճակը։ Մեկ անձի համար 100 ռուբլի էին ինձ համար։ Ոչինչ չի փոխվել, Սիսակ, ոչինչ, ամեն ինչ նույնն է։ Ամեն ինչ նույնն է եւ շատ ամոթ է սա։ Ամոթ է, այսօր ասում եք Կարեն Ղարաբեդյանը հանդիպել է Մեդվեդևի հետ, ես անպայման, եթե առիթ ունենամ, պարոն Ղարաբեդյանին, պիտի խնդրեմ, որ հաջորդ հանդիպմանը անպայման այս հարցը բարձրացնի։ Ես այս հարցը բազմաթիվ on-line կամուրջներ, հեռուստակամուրջների ժամանակ բարձրացրել եմ, ռուս պաշտոնյաների հետ խոսացել եմ, այս վերջերս այստեղ գտնվում էր ԵԱԴՄ խորհրդի քարտուղարը, այսպես ասած, եւ ես իր հետ էլ այս հարցը բարձրացրեցի, որ չի կարելի մեր հայ գործարանին այսպես տանջել եւ իր ապրանքը այդպես խայդարագել Լարսի անցագծին, ասում է, այդ հարցը ծեր նախարարները պետք է լուծեն։ Մեր Հայաստանի։ Հա։ Ես չգիտեմ ինչու չեն լուծում մեր նախարարները։ Որտեվ բացի այդ հոգսերից դա նաև ապրանքի ինքնարժեքի վրա կազդի, եթե դու ամեն, չգիտեմ, 50 կիլոմետր մեկ պետք է ստիպածս կանգնել եւ գումար վճարել։ Իհարկե։ Ես հիշում եմ կրկին անգամ հիշեցնում, նախանցյալ տարի երբ գնացել էի, այսպես պետավտոտեսչուցը կամ հենց մաքսատանը կանգնեցնում էին եւ պարզապես փածաթղթերը վերցնում էին եւ մոտ ես 40 րոպե կամ 1 ժամ սպասում էի, դիմում էի իրենց ասում էի դե եկեք, ինչ նրանք պատասխանում էին, որ այս պահին ազատ աշխատող չունենք, երբ մեր ոստիկանները կազմում, այսինքն նմանատիպ խնդիրներ են, սպասեցնում են եւ այդ ընթացքում հնարավոր է ձեր ապրանքը փչանա։ Գիտեք, այդ մենք հիմա մի հատ բան բաց թողեցինք, բնական
աղետները, որոնք ունեն մարդկային գործոններ, այսպես ասած, նախ ծմրան ժամանակ ծմրան խնդիրները, ձյան առաջացրած անհարթությունները այդ ճանապարհի, որով չեն կարողանում անցնել, ամռանը դուք տեսաք ինչպես մեր ամենաթեժ բահին, երբ որ մեր միրգը հասել էր, մեր ծիրանը հասել էր, եւ պետք է գնար հասնել դեղ, եւ տեսեք միրգը ինչպես է, երբ որ դուք իրեն ուշացնում եք մի քանի օր, ինքը իր ապրանքային տեսքն է գցում եւ իր արժեքից է գցում, եւ շատ մեծ ահռելի մեծ վնասներ տեղի ունեցավ։ Եվ ոչ մեկ այսօր չի քրանցել այդ վնասները, գիտեք ինչու, որովհետև հիմնականում վնասվողները այդ անհատ ձեռներեցներն են, այդ գյուղացիներն են, որոնց իրենց այգու բերքը հավաքել են եւ փորձել են ինքները տանեն եւ վաճառեն, որ մի երկու գոբեկ ավել ստանան եւ ոչ թե միջնորդներին տան։ Ու այդ բոլոր մարդիկ գնացին հասան լարս, օրերով սպասեցին, վերջում իրանց մրգերը թափեցին եւ հետ վերադարձան դատարկ կրբաններով։ Պարոն Մղջյան, ասացիք, որ արտահանման շուկաները նվազել են, խոսքը միայն Ռուսաստանի մասին է, թե անգամ եվրոպական երկրներում։ Գիտեք, այսօր ընդհանուր անգում կա բոլոր աշխարհի վրա, մենք պետք է չանդեսենք դա։ Խնդիրը նրանում նկայանում, որ այսօր այդ պատիժները, որոնք Ռուսաստանի դեմ դրված են, իրենք ոչ միայն Ռուսաստանի վրա են ազդում, ավելի շատ ազդում են այդ մարդկանց վրա, ովքեր որ այդ պատիժը բարդացրել են։ Պաստորեն այդ մարդիկ այդ ապրանքները, որ պետքա ծախեին այդ հսկայական շուկայում, իրանք էլ չեն վաճառում այդ ապրանքները, իրանք էլ մեծ վնասներ են ստանում։ Այսօր աշխարհում կա երկու շատ դակ գետեր, մենք Սիրիան եւ Իրաքի պատերազմների վրա ասենց մի շատ մեծ տնտեսական մեծ ասենց բան է ստեղծվել, ոնց ասեմ, անչրբետ։ Եվ խնդիրը նրանում է կայանում, որ ինձ թվում է մինչև նոյեմբերյան ամերիկյան ընտրությունները ոչ մի բան ասենց զգալի փոփոխություններ չի կարող տեղի ունենալ։ Ընտրություններից հետո միգուցե ինչ որ մի կողմնորոշում կունենանք, կտեսնենք դեպի որ կողմ են թեքվում ամերիկացիները եւ ըստ դրա ընդհանուր sense բարելավում կլինի մթնոլորտի եւ միգուցե մի քիչ ընդհանուր աշխարհի տնտեսական իրավիճակը փոխվի։ Այսօր շատ սարսափելի է ընդհանուր աշխարհի վիճակը, ամենտեղ կա անկորձություն, ամենտեղ կա սագավ արևդուր, բայց ոչ միտեղ Հայաստանի որ երկրներ կան, որոնք վատ չեն։ Իհարկե, իրենք շատ երկիրներ կա այդպիսի, որոնք չեն ազդվում այս ամեն ինչից, ընդհանրապես կա նաև երկրներ, որոնք շատ օգտվում են այս ամեն ինչից։ Ես առաջին հերթին պիտի նշեմ, այս արանքում, այս վերջին 2 տարվա մեջ ամենաշատ օգտվեց Թուրքիան։ Թուրքիան օգտվեց շատ մեծ առումով Ռուսաստանի այս իրավիճակից։ Տեսեք, շատ կարճ տվեց իրենց խորովարարությունը, այսպես ասած, իրենք նորից այսօր իրենց հարաբերությունները շտկեցին եւ նորից իրենք իրար հետ կաշխատեն եւ արևդուր կանեն։ Պարոն Մղջյան, բացի Ռուսաստանից եվրոպական երկրները արտահանում են։ Տեսեք, եվրոպական երկրներ մենք շատ յուրահատուկ կամ երբևէ արտահանել եք։ Արտահանել եմ, այո, արտահանել եմ, Ֆրանսիայում արտահանել, Ֆրանսիայում կար մի հայկական խանութների ցանց, մի հայաստանցի էր, որը մի 20 տարի առաջ Հայաստանից մեկնել էր, եւ այնտեղ 3-4 խանութից ստեղծված այսպեսի մի ցանց ուներ, նա հաջախագի գալիս է Հայաստանից հայկական արտադրանքի պահածոներ, տարբեր ապրանքներ է տանում, մի օր էլ եւս փորձեց մեր սուրճերը տանել։ Նմանատիպ խնդիրներ ինչ լարցի անցակետում էր լինում Եվրոպայում հանդիպել եք։ Երբեք։ Տաբանության հետ կապված քաշքշուկներ, ավելորդ այսպես։ Չէ, երբեք այդպեսի բան չի գա, Եվրոպան շատ գիրտ, ճիշտ է, Եվրոպայում թուղթերը շատ են ընդհանրապես, բայց այդ մարդկանց ուզած թուղթերը բոլորը դրամապանության մեջ են։ Ոչ մի անդրամապական բան չի ուզի կազանց, կամ երբեք ինքը չի ասի, որ դուր ես 100 ռուբլին, այս թուղթը մի դուր ինձի։ Այսի ամենակարևոր խնդիրն է։ Իսկ ինչ վերաբերվում է մեր խնդրին, այսօր մենք Հայաստանում ունենք որոշակի արտադրանքներ, որոնք հadoop կենտ ֆիրմաների ա գնում, այստեղ տեքստիլ կա, որը պատրաստվում է Եվրոպայի համար։ Իհարկե շատ փոքր են կանագությունները, այդպես մեծ չեն, բայց մենք կարող ենք շատ մեծ ուշադրություն դարձնել մեր թեթև արդյունաբերությանը, մեր տեքստիլին, մեր գորգագործությանը, եւ պետք է նորից այսօր մենք փորձենք վեր հանենք այդ բոլոր ասպարեզները։ Հիմա անդրադառնանք մի փոքր կառավարության, հա, այսպես նոր կառավարությանը, ինչպիսի քայլեր եք դուք սպասում, որ կառավարությունը առաջնահերթ իրագործի, որպեսզի խթանի արտահանումը։
Տեսեք, այսօր դուք լուրերն եք կարդում, ասեցիք որ ինչ-որ մի թադավորի են բռնել, իմ մեջ հանկարծակի մի հատ sense մեծ հույս առաջացավ, եթե ինչ-որ մի թադավորի բռնել են, ուրեմն արդյոք որոշում են կայացրել բոլոր ընկաշարագեր թադավորներին բռնել։ Եթե այդ տեղից կոնե սկսեն, ինձ թվում է մեր ամենամեծ խնդիրը մեր արդարությունն է։ Եթե արդարություն չի վերականգնվի, լինի դա տնտեսական, լինի դա քաղաքական, լինի դա փառոյական ասպարեզներում մենք ոչինչի չենք հասնի։ Դրա համար ամենակարևոր քայլը դա արդարության վերականգնումն է։ Երբ որ ինձ ասում են չեն կարող կաշառակերությունը Հայաստանից վերացնել, ասում եմ գնացեք Սաակաշվիլիին հարցրեք, մի քիշերում ոնց արեց դա եւ վերացրեց։ Թող բռնեն բոլորին հանեն գործից նոր մարդիկ ընդունեն։ Եվ թող ասեն, եթե հանգարց կաշառք ընդունես, 10 տարի պիտի գնաս վերթում փտես։ Սա է խնդիրը, ընդհանրապես գամք է պետք։ Եթե գամք ունենա այս կառավարությունը, ամեն ինչն էլ կարող է հաղթահարել։ Բայց ի վերջո ես նաեւ հասկանում եմ, որ այսօր շատ պետք է հանրապետական կուսակցության համար, որ այսօր իրոք պետք է իրավիճակը իրենք շտկեն, որովհետև շատ լուրջ է իրավիճակը, շատ բայթունավտանգ է եւ եթե ինչ որ քայլեր չարվի, ես կարծում եմ իրանց համար էլ շատ վտանգավոր լինի։ Պարոն Մոխջյան, այս 2 տարիների ընթացքում 2 անգամ հարկայինի պետ փոխվեց։ Ես հասկանում եմ, որ դուք իհարկե գործող այսպես բիզնես ունեք Հայաստանում, բայց մեր հարկային մարմիններին մի փոքր խնդրեի անդրադառնալ։ Տեսեք, ես մի փոքր ուղղակի արհեստական խոչընդոտներ ստեղծվում է հարկային մարմինների կողմից գործարան։ Եկեք ես անգերց լինեմ 2009 թվականին իմ գործունեությունս, այսպես ասած, իմ արտահանումների հետ հսկայական ծավալը ստոպ եղավ։ Ես այն 2009 թվականին։ Այո, 2009 թվականից հետո ես դարձա ավելի փոքր հարգադու, ինձ դրանից հետո նեղություն չեն տվել։ Ինչ որ ճիշտնա։ Հիմա ես չգիտեմ ինձ նեղություն չեն տվել, որովհետև ես խելոք եմ մնացել, ինձ նեղություն չեն տվել, որովհետև ես բայց բավական համարձակ երբեմն շատ քսուր քննադատում եք։ Ես քննադատում եմ, ես ոչ թե քննադատում եմ, ես իրականությունն եմ ասում։ Ես չեմ կարողանում չասել իրականությունը։ Ես պիտի ասեմ։ Ով ուզում է լինի, ես իմացածը, եթե ես դա վստահ եմ, որ դա իրականություն է։ Ձեզ շատ լավ ճանաչելով դրա համար հենց հարցրեցի, արդյոք կան հիմա խնդիրներ։ Հիմա չի կան խնդիրներ։ Հիմա չի կան, ես չեմ կարող ստել, ընդամենը ես կարող եմ ասել, որ ընդհանուր այդ ֆոնը փոխվեց 2008-ից հետո։ Ես կարող եմ ասել, որ մենք մի ժամանակահատված 2008-ի փետրվարից հետո մեզ դրանից հետո կարծես թե Շվեյցարիայում ենք ապրում, ստուգումները առանց իր ստորագրության։ Գիտես, չգիտեմ, կոնկրետ իմ մոտ ստուգումներ չի եղել։ Ես այդպեսի նեղություն չեմ քաշել, ես պետք է իրականությունը խոսամ։ Կարող է ինչ-որ ընկերների մոտ եղել է խնդիրներ, բայց ես միշտ փորձել եմ ճիշտ աշխատել, սպիտակ աշխատել եւ դրա համար ինքնավստահ ասում եմ, ես խնդիր չունեմ, եկեք ստուգեք։ Պարոն Մոխջյան, ես եղել եմ 2-3 անգամ ձեր արտադրամասում, հիշում եմ էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ դուք բողոքում էիք նշելով, որ անգամ այս 15-20% թանկացումը ազդելու է։ Եվ այս վերջի 2 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը այսպես բավական բարձրացավ, որքանով դա նաև ազդեց հենց ձեր նշած այն խնդիրներին։ Տեսեք, Սիսակ ջան, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ որոշակի Ես անգամ հիշում ներեցեք, որ դուք ունեիք այսպես շարժիչներ, որոնք 51 ժամում 50 կիլովատ են ծախսում։ Այո, այստեղ ուղղակի արդատություններ կան, ոչ մեր արդատությունը, որոնց մեջ հիմնական արժեքը մտնում է դա էլեկտրաէներգիան եւ ինքը կարա հսկայական փոփոխություն տալ դրան։ Այստեղ մեր վրա եթե ազդեց ընդհանրենք 10%-ով, 15%-ով, մենք դա չավելացրեցինք մեր ապրանքի ինքնարժեքի վրա, բայց որոշակի ձեր հաշվին ամեն դեպքում մեր հաշվին մնաց, մեր շահույթը կրճատվեց։ Ընդհանրենք եթե մենք պիտի շահեինք, էլ չշահեցինք, բայց այսօր ինքը ընդհանուր առմամբ էլեկտրոէներգիան կամ գազը կամ հարկային դաշտը սրանք այնպեսի ասպեկտներ են, որ պետք է ներդնողի համար շատ ծերնադու լինի, որ ինչ որ մի բանով շահակրկրվի մեկը եւ կա ներդրում կատարի Հայաստանում։ Սա ընդհանուր պատկեր է։ Այսօր ես այնքան քիչ գործ ունեմ, որ այդ էլեկտրոէներգիայի թանկացումը չեմ զգում։ Քանի որ շատ քիչ եմ աշխատացում իմ մեքենաները։ Իմ հաստոցները 2 օր, 3 օր աշխատում են ամսվա մեջ, մնացած օրերը կանգնած են։
Այսօր իմ մոտ եկել են աշխատանքի դեշությունից ուսումնասիրություն են կատարում, որպես ինչպիսի ռիսկային խումբի են պատկանում։ Դες նայեցին սա հարցումները տվեցին, վերջի տեսան, որ ես այլևս քիչ ռիսկային եմ, որովհետև իմ աշխատանքի ծավալը շատ է փոքրացել։ Ես ինձանով չեմ կարող ինչ որ ընդհանրացնել ամեն ինչ։ Այսինքն աշխատողների կրճատում ունեցել եք։ Իհարկե, շատ մեծ։ Ոչ միայն այս 2 տարում, 2009-ից հետո ասեցի ցեզի։ Այսինքն երբևէ այս 2 տարվա ընթացքում նոր աշխատողներ չեն։ Ոչ, ընդհանրակը քչացել են այս 2 տարվա մեջ։ Այսինքն գրջատվել են այնպեսի մարդիկ, որոնք նույնիսկ նորով չեն փոխարինվել։ Ինչու հարցրեցի էլեկտրաէներգիան, որովհետև նոր վարչապետը հայ իր ծրագրում եւ նաեւ ելույթների ընթացքում նշում է, որ հնարավոր է այսպես արժեք ստեղծող գործարարներին նկատի ունի նոր աշխատատեղեր կամ արտահանման մասով այդ գործարարներին այսպես դրացուցիչ արտոնյալ տրամադրել էժան սակագնով գազ եւ էլեկտրաէներգիա։ Վերջերս չգիտեի, այս վերջերս ես մի քանի բան եմ հայտնաբերել եւ հասկացել եմ, որ կարող են այստեղ շատ ավելի էժանացնել էլեկտրոէներգիան, քանի որ մենք հսկայական հեգեր ունենք։ Բարձվում է մարդիկ ժամանակին քնած չեն եղել, ամեն մեկը մի ջրի մեծ խողովակի վրա 30% ամբողջ հանրապետության էլեկտրաէներգիայի կարծես թե այս պահին մատակարարում է հեգերը հենց փոքր։ Այդ հեգերը իրենց ինքնարժեքը համարյա 0-ին հավասար է։ Ուրեմն ինքնարժեքը ինչքան որ ես հետաքրքրվեցի 6 տրամ է ընդամենը։ Պատկերացրեք 6 տրամ անստում իրանց վրան 40 տրամի վաճառում են, կամ չգիտեմ, իրենց 40 տրամի սպառողին են վաճառում, կարող է 25 տրամի էլ հայցանցին են վաճառում։ Ամենայն դեպս ես դա հասկացա, որ մենք այնքան շատ էլեկտրաէներգիա ունենք, որ շատ կարող ենք իջացնել մենք քինը, էլի, այս մնացած բաները քաղաքական որոշումներ են ինձ թվում է։ Այդ ամբողջ սցենարը։ Նկատի ունեմ իր նշած այդ փոքր արտոնությունը կարող է խթան հանդիսանալ զարգացմանը։ Անկամ ձեր կողմից նշված այն այսպես արտադրություններում, որտեղ մեծ դա չի խնդիրը մեր այսօր։ Մեր խնդիրը այսօր շուկան է։ Ապրանք ծախելու տեղն է։ Էլեկտրոէներգիան թող 5 տրամ էլ ավել լինի, դա խնդիր չի, բայց եթե ես միտեղ ինչ որ կարողանամ մի արտադրանք ծախեմ, հերն էլ ածին անիծած 5 տրամ էլ ավել կվճարեմ բանին էլեկտրոէներգիային, բայց դա կարևորը այնա, որ մենք ունենանք շուկաներ, նոր շուկաներ, մենք շուկա չունենք, Հայաստանը դադարվել է, այսօր Հայաստանում 1.5 միլիոն մարդ է մնացել ընդամենը, ես սպառող չունեմ, ես դրանով եմ զգում իմ գործի արդյունքը, այսինքն երբ որ իմ սպառողները գնում են Հայաստանից, ես զգում եմ ինչքան տոկոս պակաս է ժողովուրդը, երբ որ ես սպառող չունեմ, ես հսկայական երկիրը, այո, ձերն առաջին սպառման ապրանք, այո, 1.5 միլիոնանոց սպառում եմ կատարում, ես հասկանում եմ, որ այստեղ ավելորդ մարդ չի կա, արդեն մնացածը գնացել են, այսօր իմ հիմնարկության մեջից քանի ընտանիք թողել գնացել է։ Ես ինչ անեմ այդ մարդկանց։ Ես ոչ ոքի չեմ կարող ասել, հոп, տեղդ կանգնի, մի գնա։ Պարոն Մոխջան, իդեպ նոր վարչապետի հետ երբևէ հանդիպել եք։ Չեմ հանդիպել, ես Բայց կարծես թե այժմ ցանկություն եք հայտնում։ Ես Իդեպ հերոսը համարներ է հրապարակել, կարող եք ձեր ցանկացած հարցով զանգահարել։ Եթե հարց ունենամ, անպայման կզանգահարեմ իրեն։ Նշում եք հենց այդ ԵՏՄ։ Ես կարծում եմ, որ մոտ օրերս ես մի քանի տարբեր խորհուրդներում կառավարության առընթեր, որը միշտ վարչապետի կողմից է ղեկավարվում, անդամ եմ եւ կարծում եմ արիթ կլինի հանդիպելու եւ խոսելու։ Ես միջայլոց շատ մեծ հույս ունեմ Կարեն Ղարաբեդյան մարդու վրա, որը իմ կարծիքով որպես մենեջեր, որպես կառավարիչ արտագարկ ունակություններ ունի կառավարելու։ Եվ այդ իր ունակությունները, եթե օգտագործի եւ իրեն թողնեն, որտեղ քաղաքական ընդդիմությունը նշում է, անգամ ամենալավ մենեջերը չի կարող։ Դե հիմա գիտեք ոնց է, ես կարծում եմ ինքը որոշակի արտոնություններ ունի այսօր։ Այսինքն ինչ որ կվոտաներ է ստացել, այդ կվոտաների շուրջ ինքը զրուցել է նախագահի հետ մինչև իր քալը եւ երբ որ ինքը ստացել է այդ դաբրոն, այսպես ասած, նոր ձեռք է բերել այդ հավասարությունը, որ ինքը դառնա վարչապետ։ Եվ եթե ինքը այդ որոշակի կվոտաները չի կատարելու, ինքը չեր գա։ Ինքը իրեն չեր վարգապեգի երբեք։ Իմ կարծիքով Կարեն Ղարաբեդյանը չի կարող դառնալ այնպեսի անձ, որը վերջում ասեն, այս մարդը ոչինչ չի կարողացավ անել։ Եվ իմ վերջին հարցը, եթե հանդիպեք այդ ձեր կողմից, հիշատակված Լարսի անցակետը կամ Ռուսաստանի խնդիրը ինչպես կդնեք նրա առջև։ Ես ինչ որ գա, այդ բոլոր հարցերը ուզում եմ դնել։ Ինչ է կարծում նա տեղյակ չէ՞ Ոչ։ Կարծում եք ոչ։ Այո։
Կարծում եմ գործարար չի բարձրաձայնել դրա մասին։ Ես չգիտեմ ինքը ինչ գործարարների հետ է շփվել, որոշ գործարարներ կա իրենք տեղյակ չեն, որ իրենց ապրանքը այդպիսի դժվարությամբ է գնում, ինչի մասին է խոսքը։ Շա, եթե դու դվեցիր տրանսպորտիկին, տրանսպորտիկը դարավ։ Հա, ինչի իմացավ այդ տրանսպորտիկը ինչ չարչարանքներով է անցնում այդտեղ։ Այդտեղ հիմնականում ամենաշատ դարաբողները, որոնք իրանց կաշվի վրա ազգում են, դա անհատ մարդիկ են, որոնք ինչ-որ մի ֆիրմայի մի հատ ավտո վերցրել են իրականացնում ձեր փոխադրումները։ Այո, մենք մեր ֆիրմայի միջոցով իրականացրեցինք եւ դրա համար այդ ամեն ինչը զգացինք դուք ունենք, որ մենք պոստում ինչքան փող են վերցրել, ինչքան են ուզել, ինչի համար ոնց։ Ինչ չափի էր ձեր մեքենան, ինչ է, քանի տոննա է։ Ford-էր, 1.5 տոննա բեռնադարողություն։ Եվ ամեն անցակետում որքան գումար էին։ Այնտեղ տարբեր անցակետներ կան, ամենակիչը 50 ռուբլի էր, ամենաշատը 400 ռուբլի էր։ Այդ ամենաշատն էլ ինչ որ բանին մոդիկ էր այդ առաջի քաղաքին, որ սահմանից հետո հանդիպում է, որ քաղաքն է։ Վլադիկավկազը։ Երևի։ Այդտեղ այդ մեծ post կա ինչ որ, այդտեղ 400 ռուբլի են վեգալել, ասել են ոչ մի գոբեկ պակաս չի լինի։ Դե կրկին ավտոմատներով են կանգնած։ Այո։ Եվ չես կարա չի դալ։ Շնորհակալություն պարոն Մղջան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, մենք տաղավարում հյուրընկալել էինք գործարար արտահանողների միության նախագահ Ռաֆի Մղջանին